տղամարդկանց անատոմիան եւ ֆիզիոլոգիան շատ ավելի բարձ է ի համեմատ կանանց, որտեղ բարդ է, խժշված է ամեն ինչ։ Ուր է ցույց տալիս սեռական առնանդամը, սեռական օրգանի ուղղությունը ուր է ցույց տալիս եւ ուր է գնում տղամարդը, դա պատահական չի լինում, դա բխում է ցանկություններից, դա բխում է սեռական ուղղվածությունից, դա բխում է ֆանտազիաներից, երևակայություններից ու ընդհանրապես մարդու սեռական կյանքի հագեցվածությունից, որովհետև մենք մեր հայ ընտանիքներում ունենք այդ խնդիրը, որ զույգերը իրար հետ չեն կարողանում լիարժեք սեռական կյանքով ապրել, շատ դեպքերում գուցե ընտանեկան կենցաղային պայմաններն են խանգարում այդ ամեն ինչին, բայց դե իրականությունը մնում է իրականություն, որովհետև ըստ ասում եմ իրավիճակ, որ մենք գիտակցելով հանդերձ, որ խնդիրը կա, բայց ոչինչ չենք անում այդ խնդիրը կարգավորելու համար, կա ընտանիքում օրինակ, չգիտեմ, ինչ որ խանգարող հանգամանք, ամուսիններն կամ սենյակում, չգիտեմ, ինչ որ ուրիշ մարդ կա, կողքի սենյակում, հա, այդ ես շատ եմ հանդիպում էլի այտենց իրավիճակ, բժիշկ ջան, հա, խանգարող, այս ինչ բան է կա, այն ինչ բան է կա, այն ինչ բան է կա, բայց մենք ուզում ենք, որ ամեն ինչ լավ լինի, այտենց չի լինում։ Այտենց չի լինում, որովհետև եթե խանգարող հանգամանքը կա, մշտապես դա պահպանվելու է եւ այդ հանգամանքը չվերացնելու պարագան ոչ մի դուք չեք ձերբազատվելու խնդրից։ Դրա համար իմ խորհուրդն է ոչ թե ուղղորդվել ուր է տանում սեռական անդամը եւ մեղավորներ կամ անմեղներ փնտրել, այլ չգիտեմ, կինը պետք է օրինակ այնպես անի, որ տղամարդու սեռական ֆանտազիաները մենակ իր վրա ուղղված լինեն։ Տղամարդն էլ այնպես պետք է անի, այո, ինչու՞ չէ, որպես իր կինը ուրիշ կողմ չնայի։ Հասկանում եք, մենք ոչինչ չենք անում, դա բնորոշ չի մեր ազգին։ Մենք ոչինչ չենք անում, որպեսզի լավ լինի, բայց ուզում ենք, որ բժիշկը ամեն ինչ անի, որ լավ լինի։ Եվ դրանից բխում են այլ խնդիրներ, գնացինք այստեղ չբուժին, գնացին այնտեղ չբուժին։ Սեռական կյանքը պետք է լինի ներդաշնակության մեջ։ Դա կլինի ննջասենյակի ներդաշնակությունը, կենցաղային ներդաշնակությունը, ամեն իմաստով պետք է լինի ներդաշնակության մեջ։